Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն այսօրվա ծրագիրն է։ Հակոբ Հակոբյան Արցախում ջրի խողովակ վերանորոգող հայ վարպետներին գնդակահարան մենակ հայինելի հետի Կոմիտասինա Սիբիլինսիասերը միավորվան թեզա տեսահոլովակում Օսկան Մարտիկյան Օսմանյան կայսրության փոստի ու հեռագրի նախարարը Իրано-Ամերիկայի հակամարտությունը ընդլայնվում լարվածությունը տարածվալա տարածաշրջանում Իսրայելաբանակը հայտնելա Հորդանան գետի արևմտյան ափին ահաբեկչական հարձակման փորձի մասին Իսրայելական անօթաչու թռչող սարքը հարավային Լիբանանում հարվածալա շտապօգնության մաշինին Երզնկայում նկատվալա ականջողերավ ջրային օձ Եսայան միությունը խոխորձը հետի կազմակերպում ամառային ստեղծագործական աշխատարաններ Արցախի հանրապետության արդարության կուսակցության համահիմնադիր ու համանախագահ Հակոբ Հակոբյանը պրեսինգ հաղորդաշարման անդրադարձալ արցախցու սոցիալական խնդիրներին վերադարձ իրավունքի ու տարածաշրջանային անվտանգությանը Հակոբյանը նշելով Արցախը հայաթափման ետը արցախցիների մեծ մասը շարունակում ապրել ծանր սոցիալական պայմաններում իսկ միայն ֆինանսական աջակցությունը կարելի չի փոխարինի հայրենիքի կորստին ընդգծալով Արցախի հարցը կարելի չի փակված համարվել որովհետև Արցախահայությունը հրաժարվել չի իրան հայրենի վղում ապրել իրավունքից խոսելա Բաքվի հետ հարաբերությունների մասին Հակոբյանը հիշեցրել Արցախի շրջափակման տարիներին ստեղծված հումանիտար ճգնաժամը նշելով էր գազամատակարարումն էլեկտրաէներգիան պարբերաբար դադարեցվում հինչին դերդա 2022 թվականին ձմռանը արցախցիք երկար ժամանակ մնացածն էլ առանց ջեռուցման նաև պնդալավեր բաքվեցիները գնդակահարան ջրի խողովակ վերանորոգող հայ վարպետների մենակ են դերդան վերանք հայ են ելալ Հուլիսի 22-ին հայկական բարեգործական ընդհանուր միությանը Երևանը կենտրոնում տեղի ունեցավ պոլսահայ երգչուհի Սիբիլի թեզա տեսահոլովակի շնորհանդեսը։ Արորն ու տատրակը ստեղծագործության հիման երանեկարահանված տեսահոլովակի առանձնահատկություններն ավեր առաջին անգամ մեկ ստեղծագործության մեջին միավորվան Կոմիտաս վարդապետի իսկական ձայնագրությունը Սիբիլի կենթանի կատարումը։ Միջոցառումը նվիրված արել ՀԲԸՄ-ի հիմնադրման 120-ամյակին ու համախմբած արել մշակույթի հասարակական ու քաղաքական ոլորտների մխլա ներկայացուցիչների։ Շնորհանդեսին վաղտը Սիբիլի պատմալավ էր տարիներ առաջ լսելով Կոմիտասի սեսավ Արորն ու Տրակը երազալա նույն ստեղծագործությունը կատարել յուրան ձայնին հետ միասին յուրանսելով այս նախագիծը նպատակոն է Կոմիտասի ժառանգությունը նոր ձևաչափով ներկայացնել երիտասարդ սերնդին պահպանել վարդապետի արվեստի հոգևոր ու մշակութային արժեքը Օսկան Մարտիկյանը Հայազգի Օսմանյան պետական ու քաղաքական գործիչ էր վերը 1913-ից 1914 թվականներին զբաղեցրել Օսմանյան կայսրության փոստի ու հեռագրի նախարարի պաշտոնը ինքը ծնվել 1868 թվականին Երզնկայում վաճառական ավետիս աղա Մարտիկյանի ընտանիքը մսվերել հայկական շկոլում շտեղ ուսումնասիրել հայերեն, թուրքերեն ու ֆրանսերեն իսկ մասնավոր ուսուցչի օգնությունով նաև արաբերեն Մարտիկյանի պետական ծառայությունը սկսվել Երզնկայի Սանջակի վարչական գրասենյակում հետագայում զբաղեցրել մի շարք պատասխանատու պաշտոններ ֆինանսական կառավարման ոլորտում 1905 թվականին Օսմանյան պետական պարտքի վարչության տեսուչ 1906 թվականին Ռումելիայի 3 վիլայեթների ֆինանսական հանձնաժողովի տեսուչ 1909 թվականից առաջին կարգի ֆինանսական տեսուչ Մերձավոր Արևելքում շարունակվող Իրано-Ամերիկայի միջև ռազմական լարվածությունը թազա զարգացումն է ստացել միջազգային լրատվամիջոցների փոխանցումով Իրանը հարվածներ հասցրել Քուվեյթ-Իրաք սահմանային հատվածին հունց նաև թիրախավորել Հորդանանի ու Բահրեյնի որոշ ռազմական օբյեկտներ ի պատասխան ամերիկան շարունակալ հարվածները Իրանը ռազմական ենթակառուցվածքների ուղղությունով միաժամանակ նախազգուշացնելով Թեհրանին վերհետագա հարձակումներ ունենալու շատ ծանր հետևանքներ լարվածությունը տարածվել նաև տարածաշրջանի կարևոր ծովային ուղիներում Իրան աջակցությունը վայելող հութիների կողմից Կարմիր ծովում իրականացված հարձակումների թեզը սպառնալիքներ ստացալ միջազգային նվագնացության հետ ու մեծացրան մտահոգությունները Հորմուզանեղուցի անվտանգության շուրջ Իսրայելապաշտպանության ուժերը հայտնան արևմտյան ափի Իտմար բնակավայրին կողքին դանակահարության հետ կապված ահաբեկչական հարձակման փորձի մասին սոր Իտմար բնակավայրին կողքին հրդեհաբռնկվալ հրդեհմարերի փորձերին վխտան երկու ահաբեկիչներ դանակահարալն մի իսրայելցու ասմա IDF-ի մամուլի ծառայության հայտարարության մեջին նշվել ավեր դեպքի վայրում գտնվող մեկ այլ իսրայելցի ճանաչել ահաբեկչական հարձակումը ու չեզոքացրել երկու հարձակվողներին տուժածը տեղափոխվել է հիվանդանոց ու գտնվում ծանր վիճակում մամուլի ծառայությունը հվիլալա վեր իսրայելական զորքերի ժամանակավորապես շրջափական տարածքը իսկ ոստիկանությունը հրշեջները հետաքննում են հրդեհի հանգամանքները Լիբանանը հարավում գտնվող Նաբաթիե քաղաքի մերձակայքում հարձակման է ենթարկվել Իսլամական առողջապահական կոմիտեի քաղաքացիական պաշտպանության ծառայությանը պատկանող տրանսպորտային միջոցը հինչին դերդան վիրավորվել մի քանի բուժաշխատող Սրա մասին ՌԻԱ Նովոստին հայտնվել Լիբանանյան շտապօգնության ծառայության աղբյուրը Նաբաթիե Ալ-Ֆաուկա ու Դար Ալ-Մուալնիմին թաղամասի միջև ընկած ճանապարհին հարձակման է ենթարկվել Իսլամական առողջապահական կոմիտեին պատկանող քաղաքացիական պաշտպանության մեքենան Փրկարարների շրջանակում կան վիրավորներ հայտնվել է գործակալության աղբյուրը Արևմտյան Հայաստանը Երզնկա նահանգում ուշադրության կենտրոնում հայտնվել անսովոր տեսարան ջրային օձ նկատվել վերի գլխին ականջողերի նման զարդերին իրար տարածված լուսանկարներն տեսանյութերը մեծ հետաքրքրություն առաջացրել սոցիալական ցանցերում օգտատերերի շրջանում տարբեր մեկնաբանությունների ու քննարկումների առիթ դառնալով մասնագետներին կարծիքով օձերը բնական պայմաններում ականջներ օնիվեճուստի նման զարդերը ամենայն հավանականությամբ մարդու կողմից են ամրացվել կամ տեսանյութում արկայելել այլ միջավտություն
Պոլսա քնալը կղզու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու այգում Եսայ մշակութային գրական միությունը կազմակերպում է ամառանոց, աշխատանոց, խորագրավ, ամառային ստեղծագործական աշխատանքների շարք նախատեսված սաղ տարիքի խոխոցի հետի։ Հուլիսի 16-ից սկսված նախաձեռնությունը շարունակվելու է մինչև օգոստոսի 27-ը ծրագիրի իրականացումը Ներսեսյան երգչախմբի քյոմեգավ, իսկ սաղ աշխատանքները անցկացվում են արևմտահայերենը, նպաստելով խոխորձը մայրենի լեզվի պահպանմանը կիրառմանը։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվա տեսքանը պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկացիք։